Քանի որ հիմա սիգա ձկան ամենալավ շրջանն է, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսները, լավագույն շրջանն է սիգա ձկան։ Որոշել եմ պատրաստել սիգա ձուկ, իմ սիրած ռեցեպտներից մեկը շատ են, ֆիրմեն ինչի, բայց սա լավագույններից մեկն է, սկսեցինք։ Ամբողջ ինչ որ կա բաղադրիչները բլենդերի մեջ հարելու ենք, նոր լցնենք ձկան վրա։ Հիմա ձուկը կտրատում ենք։ Մեջտեղ հանում ենք պոչերը ու բացում ենք։ Ձուկը կտրեցինք, բաժանեցինք երկու մասի, բացեցինք մեջտեղի հատվածից, սկսում ենք հիմա համեմելը։ Ձկան վրա անելու ենք մենակ աղ, ինչի համար հիմա կիմանաք։ Մնացած բոլոր համեմունքները խառնելու ենք բլենդերի մեջ։ Հետո նոր լցնենք ձկան վրա, որպեսզի ավելի լավ ձուկը համենվի։ Աղը չենք խնայում, ձուկը երբեք աղի չի լինում։ Ինչքան պետք է, ինքը այդքան իրանը վերցնելու է, երբեք աղը չի լինում։ Չվախենաք։ Ձուկը երկու հատ մեծ ձկի համար կզարմանաք, բայց մի հատ լոլիկ շատ համով է լինելու։ Երկու հատ անպայման կարմիր սոխ։ Ինչի ոչ սպիտակ, որովհետև իրանց համային առանձնահատկությունները շատ տարբեր է։ Անպայման երկու հատ կարմիր սոխ։ Երկու հատ ձկի համար 3 թեյի գթալ տոմատ։ Աղացած համեմի սերմ, հայերեն օրիգանո։ Կարմիր կապչոնի բիբար։ Ռոզմարին, մի քանի հատ, շատ պետք չի։ Շատը դառնա համա տալու։ Այս մնացածը հետո ենք օգտագործելու, կտենակ ինչի համար։ Ու անպայման չենք մոռանում լիմոնը։ Լավ լիմոն, լիմոնը չենք խնայում։ Սև աղացած բիբար, թեյ, սուրճի, բաժակ, ձեթ։ Շաքարավազ, որ տոմատի հտվությունը կոտրի։ 2 թեյի գթալի չափով։ Ու ջուր։ Ջուրը բոլոր համերը միախառնում է իրար։ Դուք չեք պատկերացնի։ Վայ չուտողին, ջան ուտողի, հիմա ինչ ենք անում։ Էլ ես չեմ համբերում, երբ պիտի ես ձուկը ես ուտեմ։ Հիմա լսում ենք ձկան վրա։ Վրեն, այսենց, տեսեք։ Վերջ։ Ու թողնում ենք այս սոուսի մեջ այս ձուկը, գոնե մի ժամ, մինչև մենք մաղալի կրակը վառենք, ինքը կլինի ամբողջությամբ պատրաստ։ Մի հատ ժողովուրդը տեսեք էլի, ես չեմ կարա այս հոտը, այս գույնը, այս ամեն ինչը փոխանցեմ էկրանից այն կողմ, էսի պետքա գաք տուն սիրահարենց, ես ձեր համար սարքեմ ուտեք։ Մեր ձուկը ամբողջությամբ մարինացվել է, նենց հոտա, նենց բույրա անուշ չեք պատկերացնի ուղղակի։ Այս սոուսը ձկան ցանկացած տեսակի համար է, կլինի սիգա, իշխան, ստերլեց, ասետրինա, կապ չունի, սկումբրիա, ցանկացած դեպքում այս տարբերակով արեք շատ համով է լինելու, բայց սա դեռ վերջը չի։ Հենց դնենք մաղալի վրա, շարունակությունը կլինի այդ ժամանակ։ Հիմա անպայման, որպեսզի մեր ձուկը չկպնի, ձեթ ենք քսում սետքի վրա, բոլոր կողմերից, մի քիչ։ Ու արդեն ձուկը դնենք կրակին, որովհետև ամբողջությամբ պատրաստ է։
արդեն կրակին է։ Տասնհինգից 20 րոպե ամբողջությամբ պատրաստ կլինի։ Միջին կրակի վրա եք դնում, շատ ուժեղ չլինի, որովհետև վառվելու է, մեջը ուղում մնա։ Ու շատ թույլ կրակ չի լինում, որովհետև միսը կրտվում է, պետք է լինի միջին կրակի վրա։ Ոնց են ուտելու։ Վայ չուտողին, ջան ուտողին։ Հիմա ամենակարևոր պահն է, ձուկը արդեն իր կոռոշկեն ստացել է, տեսեք երկու կողմից, պահ, վայ։ Հալացնում ենք կարագը, իր վրա ավելացնում ենք մի քիչ ապելսինի հյութ, կես նարինջը հերիք է, վերցնում ենք այս հրաշք ռոզմարին չկա, կարող վերցնեք ցիտրոն չկա, կարող եք վերցնել ուրց կամ տիմյան, ինչ որ կպատայի, անուշաբույր ինչ որ մի հատ խոտ, այսպես թաթախում եք հալեցրած կարագի ու նարնջի հյութի մեջ, այսպես ու այսպես առատորեն քսում եք ձկան վրա, հələ դուք մի հատ տեսեք ինչ տեսքա ստանալու ռոզմարինի բույրը խառնվում է նարնջի հյութի հետ, անհավանական հոտ է, վերջն է ժողովուրդ։ Իսկ կարագը յուրահատուկ համ է տալիս, այսպես, մի րոպե թողնում ենք, թող քաշի ջանը ու վրցնում ենք, այսպես, հələ նայեք, էլի այս կոռոշկը մի հատ նայեք, էլի, այսպես, և մինչև արդեն պատրաստվան վերջը, ամեն 5 րոպեն մեկ քսեք, այսպես թաթախեք ու ինք իր հոտը տալու է, այսպես, կարտոշկի նարինջի հյութը, կարագի հետ ինչ տեսք տվեց ձկանը, այսպես, անընդհատ քսեք, մի հատ նայեք, էլի, գնում ենք համտեսելու։ Վայ չուտողին, ջան ուտողին։